ինչ ուղղությամբ են գնում բանակցությունները Մոսկվայում, այնտեղ գնաց ուրեմն բացի այդ բանագնացից Վիտկոֆից, այլև նաև Թրամփի փեսան Կուշները, որ ոնց որ հսկի իրադրությունը, որտեղ Վիտկոֆը ոչ մի բանակցություն չի կարողանում տանի, դու չի հասկանում ինչա Պուտինը ասում, հետո գալիս է մեծ բաներ է պատմում, որ հաջողությունից անել է սանել, հետո պարզվում որ ոչ մեկ չի եղել, Պուտինը ասում է այդպես բան չի եղել, ինչ պարզ է որ մի քիչ Պուտինը ձեռ առնում իրան, բայց նաև պարզ է որ այստեղ խնդրեմ կա բանակցողի հետ, նրա մասին խոսացել եմ, չեմ ուզում նորից կրկնեմ, իրավիճակը դեռևս պարզ չի, բայց մի բան պարզ է, որ այն հաջողությունը, որ սպասում էր, չի տեղի ունեցել, այսինքն Ուկրաինան տեղի չտվեց, ասում են, չծալվեց, հա, եւ չհանձնվեց պայմանները, որ իրեն պարտադրվում էին, նոր պայմաններ, ուրեմն նոր բանակցային կետեր համաձայնեցին 28-ի փոխարեն 12 գնացին Մոսկվա եւ ըստ երևույթին Պեսկովի ասում եմ խոսքերից ելնելով եւ Դմիտրիևի եւ պարզվում է չէ այդքան լավ չի գնացել։ Հիմա մանրամասնությունների մասին հետո կիմանանք։